Զրադաշտականությունը Իրանում տիրապետող նախամահմեդական կրոն է, աշխարհի ամենահին գործող կրոններից մեկն է, միաստվածային կրոն է, այսինքն արարիչը մեկն է, հիմնված է բարու և չարի հակադրության և վախճանաբանության վրա, կանխատեսելով չարի վերջնական ոչնչացումը։ Վերագրվելով իրանախոս մարգարեի Զրադաշտի ուսմունքներին, այն մեծարում է իմաստության աստվածությանը, Ահուրամազ ձայն համարելով գերագույն աստված։ Զրադաշտականության հիմնական հատկանիշները, ինչպիսին մեսիայականությունը, դատավճիռը մահից հետո, դրախտն ու դժոխքը և կամքի ազատությունը կարող են ազդեցություն թողած լինել այլ կրոնական համակարգերի վրա, ինչպիսիք են երկրորդ աշխարհի բուդդայականությունը, գնոստիցիզմը, քրիստոնեությունը, իսլամը և բուդդայականությունը։ Հավանաբար արմատավորված լինելով մեր թվարկությունից առաջ երկրորդ հազարամյակում, զրադաշտականությունը պատմության մեջ նշվում է մեր թվարկությունից առաջ 5-րդ դարից սկսած։ Միտրը Աստծուն պաշտող մարերի և զրվնդականությունը պաշտող սասանյանների հետնորդների հետ մեկտեղ, զրադաշտականությունը որպես պարսկական կայսրության պետական կրոն է ավելի քան հազարամյակ, մոտ մեր թվարկությունից առաջ 600-ից մեր թվարկության 650 թվականներ։ 633-ից 654 թվականներին արաբական արշավանքներից հետո 7-րդ դարից սկսած զրադաշտականությունը վերացվել է և տարածում է գտել իսլամը։ Վերջին հաշվարկներով ներկայումս զրադաշտականների թիվը կազմում է մոտ 190,000։ Մեծամասնությունն ապրում է Հնդկաստանում և Իրանում, որտեղ նույնպես զրադաշտականների թիվը նվազում է։ Սակայն 2015 թվականին Իրաքյան Քուրդիստանում գրանցվել է ավելի քան 100,000 կրոնափոխություն։ Բացի զրադաշտական համայնքներից, քրդերի շրջանում գործում է նաև հին յազդանիզմը։ Զրադաշտականության ամենակարևոր տեքստերն են Ավեսայի ժողովածուները, որոնք ներառում են Զրադաշտի գրությունները, առեղծվածային պոեմներ, որոնք սահմանում են կրոնական պատվիրանները, և Յասնան, սուրբ գրությունները։ Աստծուն Զրադաշտի կողմից տրված ամբողջական անվանումը Ահուրամազդա է։ Զրադաշտի կրոնական փիլիսոփայությունը կենտրոնանում է բարոյական պատասխանատվության վրա և չարը որպես այդպիսին չի ստեղծել։ Զրադաշտը քարոզում էր, որ Աստված մեկն է, տիեզերքի արտասովոր ստեղծարար և օժանդակ ուժը, և որ մարդիկ իրավունք ունեն ընտրության։ Հետևանքների և ազդեցության պատճառով նրանք պատասխանատու են իրենց ընտրության հետևանքների համար։ Ահուրամազդայի մրցակից ուժը կոչվում էր Ահրիմանյու կամ բարկացած ոգի։ Հետզրադաշտական սուրբ գրությունները ներկայացնում են Ահրիմանի գաղափարը, չարքը, որը Ահրիմանյուի անձնավորումն է։ Զրադաշտականությունը չունի խոշոր աստվածաբանական ստորաբաժանումներ, չնայած որ համակարգ էլ չէ։ Ժամանակակից դարաշրջանը զգալի ազդեցություն է թողել անհատի և տեղի ժողովրդի համոզմունքների, սովորույթների, արժեքների և բառապաշարի վրա, երբեմն միաձուլվելով ավանդույթին կամ էլ որոշ դեպքերում այն տեղահանելով։ Զրադաշտականությունում կյանքի նպատակն է լինել նրանց շարքում, ովքեր նորացնում են աշխարհը, տանելով այն դեպի կատարելություն։ Դրա հիմնական սկզբունքները ներառում են. Առաջին՝ Հումատա, Բուխտա ու Վարշտա, որը նշանակում է համապատասխանաբար բարի մտքեր, բարի խոսքեր, բարի գործեր։ Երկրորդ՝ կա միայն մեկ ճանապարհ, և դա ճշմարտության ուղին է։ Եվ երրորդ՝ արա ճիշտ գործեր, որովհետև դա է ճիշտը, և բոլոր պարգևները կվերադառնան քեզ։ Լռության աշտարակ։ Վեր խոյացող մոտ 6 մետրանոց շրջանաձև շինություն, կառուցված հիմնականում աղյուսից։ Կառուցվել է զրադաշտականների կողմից և օգտագործվել մահացած մարդու մարմինները գիշատիչ կենդանիների, հատկապես անգղների բաժին դարձնելու նպատակով։ Կաշվից վերջնականապես ազատված ոսկորները նետում են աշտարակի կենտրոնում գտնվող խորը փոսը։ Այս մեթոդը զրադաշտականներն առաջին անգամ կիրառել են մեր թվարկությունից առաջ 5-րդ դարում, սակայն աշտարակների կիրառումը թվագրվում է մեր թվարկության 9-րդ դարով։
Սկզբունքի նպատակն էր խուսափել հողի և կրակի հետ կապից, որոնք երկուսն էլ սրբություն էին զրադաշտականների համար։ Ամենավաղ գրական նկարագիրը այս աշտարակների մասին տրվել է 9-րդ դարի առաջին կեսերին, որտեղ օգտագործվել է ոսկրատուն տերմինը։ Մեկ այլ տերմին՝ դեխմագ, կիրառվել է զրադաշտականների գրություններում, վերաբերելով մահացած մարմինների համար նախատեսված բոլոր վայրերին։ Այս պահլավական տերմինը փոխարվել է ավեստերենի դախմա բառից, որը թարգմանաբար նշանակել է գերեզման։ Ավեստերենում տերմինը որևէ շինության հետ առնչություն չունի։ Իրանի Յազդ և Քերման նահանգներում դախման անվանում են նաև դեմա։ 9-ից 10-րդ դարերի արձանագրություններում գործածվում է մեկ այլ տերմին՝ դագդա, որը նշանակում է սահմանված վայր։ Զրադաշտական ավանդույթի համաձայն մահացած մարմինը համարվում է դև, ոչ մաքուր, այսինքն հետագա աղտոտում, վարակ։ Մասնավորապես ասում էին, որ մահացած դևը ներխուժում է մարմին և արատավորում այն ամենը, ինչին առնչվում է։ Ավեստայի վենդիտատն ունի օրենքներ, որոնցով առնչվում է մահացածներին որքան հնարավոր է ապահով։ Հողի կամ կրակի աղտոտումից զերծ մնալու նպատակով մահացածների մարմինները տեղավորվում են աշտարակի վերևում արևից չորանալու և թռչունների բաժին դարձնելու նպատակով։ Այսպիսով ամոնիֆիկացումն իր վնասակար հետևանքներով կանխվում է։ Զրադաշտականների մահացածներին ուղղված ծիսակարգի մասին տեղեկություններ առաջին անգամ մեզ են հասել մեր թվարկությունից առաջ 5-րդ դարի կեսերին Հերոդոտոսի գրություններից։ Վերջինս սովորույթը ուսումնասիրել էր Փոքր Ասիայի իրանական ժողովուրդների շրջանում։ Հերոդոտոսի արձանագրություններում նշվում է, որ արարողությունները գաղտնի են եղել, ինչև որ որևէ թռչուն կամ շուն մարմինը դեսուդեն չէին գցել։ Հետո մարմինը զմռսվում էր և դրվում փոսը։ Մինչ մեր թվարկությունից առաջ 5-ից 4-րդ դարերում Իրանում ոսկրատների հայտնագործումը ցույց է տալիս, որ ոսկորներն անջատված են եղել, այն, որ դրանք մասնատվել են ծիսակարգի ընթացքում դեռ ընդունելի չէ։ Հայտնաբերվել են նաև դամբարաններ, որոնցում մարմինները պատված են եղել զմուրսով։ Աքեմենյա պետության Նախշերոստամի և Բասարագադի դամբարանները նույնպես ոչինչ չեն լուսաբանում, քանի դեռ ոսկորները հավաքված չեն։ Ավանդազրույցի համաձայն զրադաշտն ինքն էլ է թաղվել դամբարանում, Բալխում, որը ներկայիս Աֆղանստանն է։ Պարսկական մշակույթի մասին գրելիս Հերոդոտոսը նշում է մոգերի կողմից կատարվող պարսկական թաղման սովորույթների մասին, որոնք գաղտնի են պահվում։ Գրություններում նա նշում է, որ մահացած տղամարդու մարմինը ենթարկում են շների և գիշատիչ թռչունների կողմից փոշոտման, այնուհետև դիակը զմռսում են, իսկ հետո թաղում։ Ժամանակակից աշտարակները, որոնք միանգամայն միանման են կառուցվածքով, ունեն գրեթե հարթ ծածկ։ Կողամասերը քիչ ավելի բարձր են, քան կենտրոնական հատվածը։ Աշտարակի տանիքը բաժանված է 3 համակենտրոն օղակաձև մասերի։ Տղամարդկանց մարմինները դասավորվում էին արտաքին շրջանակում, կանանց մարմինները մեջտեղի, իսկ երեխաներինը ներքին շրջանակում։ Ոսկորները քամուց կամ արևից գունաթափվելուց անմիջապես հետո հավաքվում էին աշտարակի կենտրոնում գտնվող ոսկրանոցում, որտեղ էլ կրաքարի հետ շփումից քայքայվում էին։ Մնացորդներն աստիճանաբար անձրևաջրերի հետ խառնվելով անցնում էին ածուխի և ավազի ֆիլտրերի միջով, այնուհետև լցվում ծով։ Ծիսավայր կարող էին մտնել միայն նուսեցալարներ կոչվող դագաղակիների հատուկ դասը։ Իրանական զրադաշտական ավանդույթներում աշտարակները կառուցվել են բարձր բլուրների կամ ցածր սարերի վրա անապատային տարածքներում, որոնք հեռու էին գտնվում բնակավայրերից։ 20-րդ դարի սկզբին Իրանի զրադաշտականներն աստիճանաբար դադարեցրին դրանց օգտագործումը և սկսեցին նախապատվությունը տալ ուղարկավորությանը կամ դիակիզմանը։ Սովորույթի փոփոխության մասին որոշումն ընդունվել է 3 նկատառումներով։ Առաջին խնդիրը ծագեց Դար ուլ Ֆունուն բժշկական դպրոցի հիմնադրման հետ մեկտեղ։ Քանի որ իսլամը դիահերձումը որպես խեղման ձև չի ընդունում, այսպիսով արգելելով այն, օրինական ճանապարհներով ուսումնասիրության համար նախատեսված աճումներ չեն եղել։ Աշտարակները շարունակաբար քանդվել են՝ ի հիասթափություն զրադաշտական համայնքի։ Երկրորդ նկատառումը հետևյալն է. Չնայած աշտարակները կառուցվել են բնակելի տարածքներից հեռու, քաղաքների մեծացումը հանգեցրել է աշտարակների քաղաքների սահմաններից ներս գտնվելուն։
Եվ վերջապես, զրադաշտերից շատերն էին սովորույթը համարում հնացած։ Յազդի, Քերմանի եւ Թեհրանի անջուման հասարակության հետ երկար բանակցություններից հետո որոշումը ընդունվեց մեծամասնության կողմից եւ կառուցվեց գերեզմանատուն Թեհրանից մոտ 10 կիլոմետր հեռավորության վրա, Ղազր Ֆիրուզեում։ Գերեզմանները տեղադրվել են քարերով եւ պատվել ցեմենտով, հողի հետ ուղակի կապը կանխելու նպատակով։ Յազդում եւ Քերմանում գերեզմանոցներից զատ ուղղադավան զրադաշտերը շարունակում էին աշտարակ պահել մինչև 1970-ական թվականները, երբ ծեսը արգելվեց օրենքով։ Յազդ լռության աշտարակը, որը նաև հայտնի է որպես Դախմ է, եզակի եւ խորհրդավոր տեսարժան վայր է Իրանի Յազդ քաղաքում։ Այս հնագույն կառույցը վկայում է զրադաշտական կրոնի, թաղման ավանդույթների եւ Իրանի հարուստ մշակութային ժառանգության հետաքրքրաշարժ հայացքի մասին։ Յազդի լռության աշտարակի ճարտարապետությունը ապշեցուցիչ է, իր բարձրացված հարթակով եւ թեք պատերով։ Աշտարակը ձևավորվել է շրջանաձև, համակենտրոն շրջանակների մի քանի օղակներով, որոնք տանում են դեպի կենտրոնական հարթակ։ Աշտարակի թեք պատերը նախագծված էին այնպես, որ կանխեն անձրևաջրերի եւ այլ հեղուկների աղտոտումը ներքևում գտնվող գետնին։ Յազդի լռության աշտարակի այցելուները կարող են ուսումնասիրել կառույցը եւ ծանոթանալ զրադաշտական թաղման ավանդույթներին, ուղեկցվող շրջագայությունների եւ տեղեկատվական ցուցադրությունների միջոցով։ Աշտարակը բաց է բոլոր դավանանքների այցելուների համար, սակայն այցելուներին խնդրում են հարգել վայրի սրբությունը եւ զրադաշտական կրոնի սովորույթները։ Ի լրումն իր պատմական եւ կրոնական նշանակության, Յազդի լռության աշտարակը նաեւ հայտնի զբոսաշրջային վայր է Յազդում իր յուրահատուկ ճարտարապետության եւ ապշեցուցիչ տեսարանների շնորհիվ։ Աշտարակը գտնվում է քաղաքից դուրս Բլրի գագաթին, որն այցելուներին ապահովում է շրջակա լանդշաֆտի համայնապատկերային տեսարան։ Ընդհանուր առմամբ, Յազդի լռության աշտարակի այցելությունը պարտադիր է Իրանի պատմությամբ եւ մշակույթով հետաքրքրվող յուրաքանչյուրի համար։ Իր առեղծվածային անցյալով, յուրահատուկ ճարտարապետությամբ եւ ապշեցուցիչ տեսարաններով աշտարակը իրանական մշակույթի իսկական գոհարն է եւ երկրի հարատև ոգու վկայությունը։ Յազդի լռության աշտարակ այցելելու լավագույն ժամանակը տարվա ցուրտ ամիսներն են, որոնք սեպտեմբերի վերջից հունիսի սկիզբն են։ Այս ընթացքում եղանակը մեղմ է եւ հարմարավետ, ինչը հեշտացնում է աշտարակը եւ շրջակա տարածքը ուսումնասիրելը։ Յազդում ջերմաստիճանը կարող է հասնել բարձր մակարդակի ամռանը, ինչը կարող է որոշ ճանապարհորդների համար անհարմար դարձնել աշտարակ այցելելը։ Բացի այդ, ցուրտ ամիսներին ավելի քիչ բազմություն է լինում, ինչը կարող է ավելի հանգիստ եւ հաճելի այց կատարել աշտարակ։ Յազդի կրակի տաճարը, որը նաև հայտնի է որպես Աթաշկադե, սուրբ վայր է զրադաշտականների համար եւ պարտադիր այցելության վայր Իրանի Յազդ քաղաք մեկնողների համար։ Այս հինավուրց տաճարը, որտեղ վառվում է ավելի քան 1500 տարի վառվող բոց, վկայում է տարածաշրջանի հարուստ մշակութային ժառանգության եւ զրադաշտական կրոնի մնայուն ավանդույթների մասին։ Յազդի կրակի տաճարի պատմությունը սկսվում է Սասանյան դարաշրջանից, մոտ մեր թվարկությունից առաջ 4-րդ դարում։ Տաճարը Իրանի 9 աթաշ բեհրամներից կամ հաղթական կրակներից մեկն է, որոնք զրադաշտական կրակի տաճարների ամենաբարձր աստիճանն են։ Տաճարի կրակը համարվում է զրադաշտական կրոնի ամենասուրբներից մեկը եւ ասում են, որ այն Յազդ է բերվել Պարսկաստանի հին մայրաքաղաք Իստախրից։ Յազդի կրակի տաճարի ճարտարապետությունը ապշեցուցիչ է, իր բնորոշ կապույտ սալիկապատ ճակատով եւ բարդ փորագրություններով։ Տաճարը կառուցված է մի քանի մակարդակի վրա, որոնցից յուրաքանչյուրը պարունակում է սուրբ կրակի եւ այլ կրոնական իրերի համար նախատեսված այլ սենյակ։ Տաճարի վերին մակարդակը զարդարված է գունավոր վիտրաժներով, որոնք ցնցող էֆեկտ են ստեղծում, երբ արևը շողում է դրանց միջով։ Յազդի կրակի տաճարի այցելուները կարող են ծանոթանալ
Զրադաշտական կրոնի պատմությանն ու նշանակությանը, ինչպես նաև բուն տաճարին, ուղեկցվող շրջագայությունների և տեղեկատվական ցուցադրությունների միջոցով։ Տաճարը բաց է բոլոր դավանանքների այցելուների համար, սակայն այցելուներին խնդրում են հարգել տաճարի սրբությունը և զրադաշտական սովորույթները։ Բացի իր կրոնական նշանակությունից, Յազդի կրակի տաճարը նաև հայտնի զբոսաշրջային վայր է Յազդում, շնորհիվ իր յուրահատուկ ճարտարապետության և հարուստ պատմության։ Տաճարը գտնվում է Յազդի հին քաղաքի սրտում, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության վայր է և հայտնի վայր զբոսաշրջիկների համար, ովքեր հետաքրքրված են Իրանի պատմությամբ և մշակույթով։